Բարև ձեզ, Եվրոմեդիա 24-ի տաղավարում այսօր զրուցելու եմ Հայաքվե ազգային քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Սարգսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Պարոն Սարգսյան, մի քանի օր է հանրությունը շոկի մեջ է, գիտեք, սպանվեց Փարաքարի ընդդիմադիր համայնքապետը, այս սպանության բացահայտման առումով իշխանությունները ինչ պետք է անեն։ Նկարահանումը սկսելուց ընդամենը րոպեներ առաջ տեղեկատվություն հայտնվեց, որ ենթադրյալ մարդասպանը հայտնաբերված է, այս պահին երբ մենք զրուցում ենք, առավել մանրամասն տեղեկատվություն չունենք եւ հետեւաբար չեմ կարող որևէ ենթադրություն անել, բայց ինչ վերաբերում է այս աղմկահարույց սպանության առհասարակ, պետք է արձանագրել մի քանի կարևոր միտք։ Առաջինը այն, որ Վարչախումբը եւ իմ մասնավորի ոստիկանությունը ծախողել է իր կարևորագույն առաքելությունը, այն է այս հանցանքի նախականխումը եւ կանխումը։ Ակնհայտ է, որ կրիմինագեն վիճակը բավական սրված է Փարաքար խոշորացված համայնքում, իմ մասնավորի Մերձավան բնակավայրում եւ անհրաժեշտ է զինված բարեկախմբերի ներկայությունը կանխարգելիչ պրոֆիլակտիկ աշխատանքների մշտական շարունակական ընթացքի ինչի չի արվել։ Պետությունը պարտավոր էր հաշվի առնելով հնարավոր վենդետայի սպառնալիքը իր հաշվին, իր կողմից թիկնազոր տրամադրել ընտրված համայնքապետ Վալոդիա Գրիգորյանին, ինչը եւս չի արվել։ Այն կարճ տեսանյութը, որը տարածվեց սպանության պահից, վկայում է, որ այդ հանցանքը հմտորեն եւ մանրամասնորեն մշակված եւ սառնասրտորեն իրականացված նենք ծրագիր էր։ Հետևաբար առնվազն շաբաթներ, եթե ոչ ամիսներ շարունակ, այն գծագրվել է, ծրագրվել է եւ վայրկյանների ընթացքում իրականացվել է։ Ենթադրվում է, որ ենթադրյալ հանցագործը մի քանի անգամ եղել է դեպքի վայրում եւ ուղղակի անհնար է ժամանակակից տեսահսկման պայմաններում չհայտնաբերել հանցագործին։ Դա անհնար է։ Կրկնում եմ, հիմա տաղավարից դուրս գալուց հետո կփորձենք ծանոթանալ լրացուցիչ մանրամասներին, բայց այն, որ տաք հետքերով ընդամենը մի քանի ժամվա ընթացքում հանցանքից հետո մարդասպանը հայտնաբերված չէր, վկայում էր այն մասին, որ նա շատ մեծ հավանականությամբ կարող էր ընդհանուր լքած լինել Հայաստանի Հանրապետության տարածքը եւ լինել արտերկրում։ Իսկ եթե մարդասպանը հայտնաբերված չէ, ապա պատվիրատուներին երբևէ չես կարող գտնել։ Փաստ չէ, որ եթե մարդասպանին գտնես, պատվիրատուներին եւս կգտնես։ Բայց փաստ է մի բան, որ եթե հանցագործություն կատարողը հայտնաբերված չէ, ապա բացառված է, որ պատվիրատուների մասին որևէ տեղեկատվություն կհայտնվի եւ հնարավոր կլինի նրանց հայտնաբերել։ Ես ուզում եմ հիշեցնել, որ վերջին աղմկահարույց քաղաքական սպանությունը Հայաստանում տեղի էր ունեցել 12 տարի առաջ։ Պրոշյանի համայնքապետ Հրաչ Մուրադյանի առայսօր չբացահայտված սպանության մասին է խոսքը։ Դրանից հետո Հայաստանում ընտրված համայնքապետ չէր սպանվել։ Ակնհայտ է, որ Վալոդիա Գրիգորյանը սպանվել է ոչ թե ինչ-որ անձնական հարցերի հողի վրա, այլ բացառապես իր հանրային գործունեության բերումով։ Կարծում եք։ Ես գրեթե վստահ եմ, որովհետև Վալոդիա Գրիգորյանի պաշտոնավարումը չէր կարող հանդուրժվել ԿՊԱ-ական վարչախմբի կողմից, հաշվի առնելով, որ Փարաքար խոշորացված համայնքը տասնյակ հազարավոր բնակիչներ ունի, անմիջապես հարակից է մայրաքաղաք Երևանին, շուտով վաղարշաբաթ խոշորացված համայնքում եւս սպասվում են ընտրություններ եւ այս քաղաքական սպանությունը լրացուցիչ վախի մթնոլորտ է առաջացնում վաղարշաբաթի եւ 2026-ին սպասվելիք համապետական ընտրություններին ընդառաջ։ Դա երկու բան է նշանակում։ Առաջին, որ կրիմինալ աշխարհը պետք է աշխատի ԿՊ-ի համար եւ երկրորդ, որ վարչախումբը ընտրված ընդդիմադիր համայնքապետի չի հանդուրժի կամ կկալանավորի, ինչպես Մամիկոն Ասլանյանին եւ Հարություն Մանուչարյանին, Վանաձորի եւ Բերդի ընտրված համայնքապետերին, եւ կամ կսպանի, ինչպես Վալոդիա Գրիգորյանին։ Հիմա ակնհայտ է, չէ՞, որ եթե այս զազրելի հանցագործության պատվիրատուն չի պարզվում, ապա ամբողջ մեղքը եւ պատասխանատվությունը ընկնում է ուղղակիորեն վարչախմբի վրա։ Ժամանակակից աշխարհում եւ Հայաստանի Հանրապետության տեսահսկման այս ժամանակակից պայմանների ներդրման պարագայում ուղղակի անհնար է նման հանցանքը չբացահայտել։ Անհնար է։ Դուք տեսնում եք, թե ինչպես են րոպեների ընթացքում նույնականացնում Նիկոլ Փաշինյանին, օրինակ, վիրավորանք կամ հայհոյանք տվողին։ Անմիջապես ամենաբիրտ ոստիկանական մեթոդներով նրանց չեզոքացնում են, ոմանց տանում են կալանքի։ Այսինքն վարչախումբը լծված է բացառապես մեկ անձի
պաշտպանության եւ անվտանգության ապահովման գործի։ Բայց այս դեպքում դիմակավորված սպանության մասին է խոսքը։ Միևնույնն է, բայց ի վերջո կան օպերատիվ հետախուզական գործողություններ, կան անհետաձգելի քննչական գործողություններ, որոնք պետք է ժամերի ընթացքում ի հայտ բերեն։ Այդ մարդը ինչ որ մի պահի դիմակը հանելա, չէ՞։ Այդ մարդը, որը այդ դաշտային պայմաններում այդ դաշտով վազել եւ կրակել է դիմահար Վալոդիա Գրիգորյանին, հետո մոտեցել է, ինչ ճանապարհով է հեռացել դեպքի վայրից, որտեղ է նրան սպասել մեքենան, այդ մեքենայի հետագիծը պարզվել է թե ոչ, ցանկացած նորելուկ քննիչ նույնիսկ այս հարցերը պիտի տա եւ այս հարցերի հետևից պիտի գնա։ Այդ մարդասպանը հոչ անհետացավ օդի մեջ, հետագիծ է չէ ունեցել, եւ այդ հետագիծը պարզելը պրոֆեսիոնալ քննիչի համար պետք է լինի պատվի հարց։ Առ այս պահը մենք չենք տեսել դա։ Եվս մեկ առեղծվածային մահ տեղի ունեցավ նույն օրը Բորիս Ավագյանի մահվան հետ կապված Սանկտ Պետերբուրգում հայկական հյուպատոսարանում, այստեղ կրկին գործում եք սպառության հետ, ինչ է կարծում, թե դա սպառության վարկածը խելքին մոտ է։ Ես բավարար տվյալներ չունեմ այդ միջադեպի հետ կապված, միայն գիտեմ, որ Բորիս Ավագյանի պաշտպանը ասել է, որ չի հավատում ինքնասպանության վարկածին, եւ վերջին տեսաուղերձը, որը հենց ինքը տեսագրեց, տարածեց եւ այն ուղարկել էր տեղի լրագրողներին, շատ հարցերի տեղիք է տալիս։ Ամեն դեպքում սա կասկածելի մահ է, եթե բռնի մահ չէ, ապա առնվազն կասկածելի է։ Նրան այդ տեսաուղերձի տարածումից ժամեր անց հայտնաբերում են զուգարանում, այն դեպքում, երբ ինքը փաստորեն փախնելով ռուսական իրավապահ մարմիններից եւ մտնելով Հայաստանի հյուպատոսության տարածք Սանկտ Պետերբուրգում, որը արտատարածքային միավոր է, փորձել էր արտահանձնվել Հայաստանին, այսինքն ապահովել իր վերադարձը Հայաստան։ Թե ինչ է հետո այնտեղ տեղի ունեցել, շատ դժվար է ասել, բայց որ կան մի շարք հարցեր Բորիս Ավագյանի մահվան հանգամանքների հետ կապված, հատկապես հաշվի առնելով նրա դերակատարումը 2021 թվականին որպես Արցախի հատուկ հանձնարարություններով նախկին ներկայացուցիչ, որպես անհետ կորածների եւ դիերի հավաքման գործի պատասխանատուներից մեկը, որպես ազգային ժողովում 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցած եւ հետո խորհրդարանում ճեպազրույց տված անձ, շատ կասկածելի է։ Միգուցե Բորիս Ավագյանը որոշակի տեղեկատվության էր տիրապետում 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների հետ կապված։ Իդեպ վաղը լրանում է 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցը, իսկ քննիչ հանձնաժողովի զեկույցը առ այս պահը հրապարակված չէ, այսինքն 5 տարի անց մենք չգիտենք այդ պատերազմի կարևորագույն կենտրոնական եւ աղետաբեր որոշումների այդքան դառը եւ ծանր կորուստների հանգեցրած որոշումների պատասխանատուներին եւ մեղավորներին։ Իհարկե բաց տեղեկատվություն առավել քան կա, բայց ռազմական եւ քաղաքական պատասխանատուների մեծամասնությունը առ այս պահը նույնականացված չէ։ Անվտանգության խորհրդի նիստերի սղագրությունների թույլատրելի հատվածները հրապարակված չեն։ Հրապարակված են օրինակ միայն այն հատվածները, որոնք խնդիր ունեն թիրախավորելու գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանին, մեղքը բարթելու նրա վրա։ Բայց այն թե ինչ են խոսել այդտեղ Նիկոլ Փաշինյանը, Արմեն Սարգսյանը, այն ժամանակ հանրապետության նախագահ, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ այլ քաղաքական պաշտոնյաներ դերևս բարձ չէ։ Այս րոպեներին ազգային ժողովում լսումներ են ընթանում, Բաղրամյան պողոտայում էլ հանրահավաք է, իմպիչմենտի գործընթացի հետ է կապված, քիչ առաջ էլ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ Հայաստան խմբակցությունը փաստորեն միանում է իմպիչմենտի գործընթացին, դուք հավատում եք այս գործընթացի հաջողությանն առհասարակ։ Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը այս պահին փաստորեն միակ սահմանադրական ճանապարհն է Նիկոլ Փաշինյանին անցնցում հեռացնելու։ Դրա այլընտրանքը 2026 թվականի ընտրությունների մասնակցությունն է։ Ցավոք սրտի իրականությունն այնպիսին է, որ խորհրդարանական երկու խմբակցությունների, իսկ մեծ հաշվով նախկին երկու նախագահների միջև լուրջ մեթոդաբանական խզում կա այս հարցի շուրջ։ Եվ որքան էլ մենք տարբեր դիրքորոշումներ հայտնենք իմպիչմենթի հնարավորության կամ անհնարինության մասին, կարևորագույն կենտրոնական հարցը, որը պիտի լուծվի այս դեպքում, խորհրդարանական երկու խմբակցությունների համատեղ նախաձեռնությունն է միասնական տեխնացույով։ Որքանով ես հասկացա Իշխան Սաղաթելյանի ելույթից, այն չեմ հասցրել ամբողջությամբ լսել, քանի որ մենք մտանք նկարահանման, բայց որքանով հասկացա, նրանք ոչ թե իրենց ստորագրությունները դրել են իմպիչմենթի ձևաթղթի տակ, այլ իրենց 28 ստորագրություններով ցանկը հանձնել են
պատիվ ունեմ խմբակցությանը։ Հայտարարել են, որ պատրաստ են նաև պատիվ ունեն խմբակցության ձևաթղթի տակ դնել ստորագրությունները։ Շատ լավ, բայց դա հայտարարում են նաև ամիսներ առաջ։ Պատրաստակամության մասին հայտարարությունը մենք ամիսներ առաջ եւս լսել ենք։ Եթե ձևավորվում է կոնսենսուս խորհրդարանական երկու խմբակցությունների միջև, եթե լինում է մեկ միասնական եւ ոչ թե երկու առանձին ցուցակներ խորհրդարանական երկու խմբակցությունների մոտ, եւ եթե նրանք սկսում են համատեղ գործընթաց ԿՊԱ-ական падգամավորներին իմպիչմենտի օրակարգի շուրջ միավորելու հարցով, ապա ես կարծում եմ, որ դա կարող է իրատեսական լինել եւ արտախորհրդարանական ընդդիմությանն էլ հնարավոր է բերել այդ հարթակ։ Սակայն եթե պիտի շարունակվեն մեթոդաբանական տարաձայնությունները եւ յուրաքանչյուրը պիտի պնդի, թե իր ցուցակը իր մոտ է եւ անհրաժեշտ պահին ստորագրությունները կդրվեն միասնական ցուցակի տակ, ապա այդպես հուշիկ եւ սահուն քայլերով մենք կմոտենանք 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրություններ, եթե իհարկե Փաշինյանը մինչ այդ անակնկալ չմատուցի եւ արտահերթ ընտրությունների մասին չհայտարարի, իսկ այս պահի դրությամբ ցավոք սրտի Փաշինյանը տիրապետում է անսահմանափակ վարչական ռեսուրսի, համատարած վախի մթնոլորտ է ստեղծել եւ շատ դժվար կլինի Փաշինյանին ընտրություններով հեռացնել իշխանությունից։ Դա անհնար չէ, բայց այս պահի դրությամբ հաշվի առնելով նաեւ ընդդիմության ներսում արկա խոր տարակարծությունները բավական դժվար իրագործելի խնդիր է։ Իհարկե բավարար ժամանակ կա, 7-8 ամիս ժամանակ կա, բայց ընդդիմությունը այդ 7-8 ամսվա ընթացքում պետք է կատարի իր կարևորագույն տնային աշխատանքը։ Այս պահի դրությամբ այդ աշխատանքի կատարման տեմպերը բնավ գոհացուցիչ չեն։ Բայց այնուամենայնիվ ռեալ է, որ ԿՊ-ում կգտնվեն падգամավորներ, ովքեր կքվեարկեն իմպիչմենտի գործընթացը։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 44-օրյա պատերազմից հետո 6 ԿՊԱ-ական падգամավոր, այն ժամանակ Իմ Քայլը խմբակցության դուրս եկավ խմբակցությունից, իհարկե որոշակի հանրային ճնշման ներքո։ Ամենակարևորը պետք է գեներացվի, դա փողոցային հանրային ճնշումն է, տասնյակ հազարավոր մարդկանց շարունակական ներկայությունն է փողոցում, դա առեսպահը մենք չենք տեսել։ Եթե դա չկա, որևէ ԿՊԱ-ական падգամավոր բնականաբար նույնիսկ տեսականորեն չի միանա վարչապետին հավաստարություն հայտնելու գործընթացի տակ։ Հետևաբար հանրային ճնշումը այս փուլում կարևորագույնն է։ Եվ միայն այդ պայմաններում է հնարավոր ԿՊԱ-ականներին ցույց տալ, որ նրանց փրկության ճանապարհը եւ հումանիտար միջանցքը բացառապես ԿՊ խմբակցությունից կամ դուրս գալն է, կամ այդ խմբակցության կազմում մնալով անվստահության գործընթացին կողմ քվեարկելն է։ Ես կարծում եմ, որ ԿՊ խմբակցության 69 падգամավորների մեջ կան մարդիկ, որոնք հասկանում են, որ Փաշինյանը ճակատագրական պահին իրենց լքելու է եւ իրենք են քաղաքական պատասխանատվության անձնական պատասխանատվության առջև հայտնվելու ի տարբերություն Փաշինյանի։ Փաշինյանը կարող է երկիրն էլ լքել, կարող է մի հատուկ բորտով իրեն տարհանեն իր սիրելի երկրներից մեկը Հայաստանի հարավելքում եւ արևմուտքում, բայց ԿՊԱ-ական падգամավորները այդ բախտին չեն արժանանալու եւ դերևս մեծ հարց է իրենց անձնական անվտանգության երաշխիքներ կտրվեն, այնչափ որ իրենք ճիշտ պահին ճիշտ որոշում կայացնեն։ Դրա համար կրկնում եմ, երկու կարևոր պայման է պետք ապահովել։ Առաջինը ներընդդիմադիր միասնականությունն է, որն առ այս պահը դերևս չկա, այսինքն երկու ընդդիմադիր խմբակցությունների համատեղ դիրքորոշումը, ոչ թե տարբեր վերապահումներ հայտնելը, եւ երկրորդը հանրային ճնշումն է, որը կարծում եմ նույնիսկ շատ ավելի կարևոր է։ Եթե նույնիսկ ներընդդիմադիր հակասությունները, մեթոդաբանական խզումը պահպանվի, բայց մշտական փողոցային ճնշում լինի, ապա ԿՊԱ-ականները իրենց ափսեի մեջ չեն զգա։ Մշտական դիսկոմֆորտ կունենան փողոցում քայլելիս։ Եվ տեսնում եք, որ երբեմն նյարդային հիվանդագին արձագանքների է դա բերում, ասենք Ալեն Սիմոնյանը թքում է քաղաքացու երեսին, երբ լսում է իր հասցեին ճիշտ բնորոշումը, դավաճան։ Բայց ցավոք սրտի ԿՊԱ-ականների բացարձակ մեծամասնությունը անարգել շրջում է Երևանի փողոցներում եւ նույնիսկ հանրային պարսավանքի չի արժանանում։ Հանրային պարսավանք այն նվազագույնն է, որ անկախ տարբեր քաղաքական մեթոդաբանություններից յուրաքանչյուրս պետք է ապահովի ԿՊԱ-ականներին։ Այսինքն, օրինակ, նրանց պետք է դարձնել ոչ ձեռքսեղմումային։ Նրանց պետք է բացառել մեր բոլորի շրջապատից։ Շարունակաբար պետք է ակնարկել, հիշեցնել, հասկացնել, որ իրենք մեղսակից են Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության կազմակերպմանը, կազմալուծմանը, ոչնչացմանը։ Մինչեւ իրենցից յուրաքանչյուր անձնական պատասխանատվություն չզգա այդ ամենի համար, այս գործընթացը չի կարող փսակվել հաջողությամբ։ Բայց ընդդիմությունը ձեր կարծիքով ունի ռեսուրս փողոցային այդ պրեսինգը գեներացնելու համար։
Այս պահին, երբ մենք ձեզ հետ հաղորդում ենք նկարանում եւ զուգահեռաբար ընթանում են լսումները, խորհրդարանի առջև իմ գնահատականներով մի քանի 100 մարդ է հավաքված, կարծես թե 1000-ի չի հասնում նրանց թիվը։ Ես չգիտեմ ինչպիսի կազմակերպչական աշխատանք է տարվել, ամեն դեպքում պետք է նկատի ունենալ, որ եթե impeachment-ը հռչակվում է որպես Փաշինյանին իշխանազրկելու միակ սահմանադրական միջոց, ապա առաջնահերթորեն պետք է հանրային ճնշում ապահովել։ Եվ դա քաղաքական ընդդիմության առաջնահերթ պարտականությունն է։ Մենք նախորդիվ տեսել ենք բազմահազարանոց բողոքի ակցիաներ, վերջինը սրբազան շարժումներ 2024-ի մայիսին, որի ժամանակ շատ հեշտ կարելի էր լուծել այդ տեխնիկական հարցը եւ առաջադրել վարչապետի տեխնացու ու սկսել անվստահության գործընթաց, բայց դա չարվեց։ Այն ժամանակ, երբ հանրապետության հրապարակում կար մինչև 70,000 մարդ։ Ցավոք սրտի դա չարվեց։ Հիմա ճիշտ հակառակն է։ Հիմա կարծես թե ընդդիմադիր երկու խմբակցությունների միջև ձևավորվում է որոշակի կոնսենսուս, բայց հանրային ճնշումը չկա։ Եվ դա հասկանալի է, պետք չէ մեղադրել հանրությանը։ Հանրությունը էական եւ շատ լուրջ եւ շատ խոր հիասթափություն ունի քաղաքական գործընթացներից առհասարակ բոլոր քաղաքական դերակատարներից եւ իշխանությունից եւ ընդդիմությունից։ Հանրությունը 4-4.5 տարի շարունակ հոգնել է փողոցային պայքարների մասնակցելուց եւ վերջում տուն ճանապարհվելուց եւ լուծում է ուզում, որը անցնցում եւ խաղաղ իշխանափոխություն կապահովի։ Այդ լուծումը հեշտ չէ։ 2026-ի ընտրություններին էլ հեշտ չի լինելու։ Փաշինյանը ատամներով կարճելու է իշխանությունից եւ նույնիսկ պարտվելու դեպքում արդեն իսկ ապահովագրել է իրեն այնպես, որ ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքում փոփոխություն են մտցրել, ըստ որի իրեն կարող են արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարել եւ չեղարկել կայացած քվեարկության արդյունքները։ Հետևաբար նույնիսկ ընտրությունների ժամանակ դրանցից առաջ կամ դրանցից անմիջապես հետո պետք է պատրաստ լինել հանրային ճնշման։ Այսինքն, եթե օրինակ Փաշինյանը ընտրություններով պարտվում է, պետք է պատրաստ լինել փողոցով պարտադրել այդ պարտությունը նրան, այլապես նա կարող է, ինչպես քիչ առաջ նշեցի, արտակարգ դրություն հայտարարել եւ չեղարկել այդ ընտրությունների արդյունքները, նշանակելով նոր ընտրություն։ Մենք դա տեսել ենք արդեն։ Եվ 2018-ին եւ 2021-ին երկու անգամ էլ նա հրաժարական է տվել մնալով վարչապետի պաշտոնակատար, ինչը հակասահմանադրական է եւ անվավեր, որովհետեւ հրաժարականի ամբողջ իմաստը այն է, որ դու դուրս ես գալիս այն աշխատասենյակից, որը զբաղեցնում ես։ Իսկ Նիկոլ Փաշինյանը երկու անգամ հրաժարական է տվել 18-ի հոկտեմբերին եւ 21-ի ապրիլին, երկու անգամ էլ մնացել է պաշտոնակատար այն դեպքում, երբ առաջին փոխվարչապետը պետք է լիներ պաշտոնակատար։ Սերժ Սարգսյանը 2018-ի ապրիլի 23-ին երբ հրաժարական տվեց, իր փոխարեն պաշտոնակատար եկավ Կարեն Կարապետյանը, որ այդ ժամանակ առաջին փոխվարչապետն էր։ Նիկոլ Փաշինյանը երկու անգամ հրաժարական տալուց հետո դուրս չի եկել իր աշխատասենյակից։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մեկնարկում են 4-րդ հանրապետությունը եւ դա իրենց կուսակցության առանցքային ծրագրերից մեկն է։ Դուք ենթադրություններ ունեք, թե 4-րդ հանրապետությունը ինչ տեսք է ունենալու, ինչ ատրիբուտներից է բաղկացած լինելու եւ առհասարակ ինչով է տարբերվելու գործող 3-րդ հանրապետությունից։ Ոչ թե ենթադրություն, այլ համոզմունք ունեմ, որ այդ ատրիբուտները նկարագրված են Թուրքիայի նախագահի ռեզիդենցիայում։ Բնավ մեծ երևակայություն պետք չէ ունենալ հասկանալու կամ պատկերացնելու, թե ինչ կարող է լինել այդ քիմերային հանրապետության հռչակման դեպքում։ Դա հանրապետություն չի լինելու։ Նախ այդ արտահայտությունը ի սկզբանե ոչ լեգիտիմ է, նույնիսկ 3-րդ հանրապետություն արտահայտության հետ պատմաբանների մեծամասնությունը համաձայն չէ, կամ մեկ Հայաստանի հանրապետություն, որը հռչակվել է 1918 թվականին, ապա խորհրդայնացվել է 2021 թվականներին եւ վերանկախացել 1991 թվականին։ Այդ հանրապետությունների թվագրումը, որը գալիս է ֆրանսիական հեղափոխությունից եւ նախ եւ առաջ նկատի է առնում հասարակարգի փոփոխություն եւ ոչ թե իշխանության, որևէ կերպ վերաբերելի չէ Հայաստանի հանրապետությանը։ Չի կարող նույն անձը իր կառավարման նոր շրջանում հռչակել մյուս հանրապետությունը։ Այդ թվաբանությունը բացարձակ անիմաստ է։ Դուք պատկերացնում եք, ասենք օրինակ ֆրանսիական արքաներից մեկը որոշեր, որ ֆրանսիական 2-րդ հանրապետությանը փոխարինում է հիմա 3-րդ հանրապետությունը, բայց ինքը շարունակեր մնալ իշխանության։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության 7-րդ համաժողովում ընդունված հռչակագրից շատ ավելի բարձր
իրավական եւ իրավաբանական ուժ ու նշանակություն ունեցող մեկ այլ հռչակագիր կա, ընդունված 1990 թվականի օգոստոսի 23-ին։ Դա Հայաստանի անկախության հռչակագիրն է։ Եվ որքան էլ իրենք ասեն, թե կառավարող ուժի հռչակագիրը կենտրոնական կարևորագույն փաստաթուղթ է, 35 տարի առաջ մեր հանրապետության հիմնադիր հայրերը որոշել են 12 դրույթ սահմանելով այդ փաստաթղթում, իդեպ երկարատև քննարկումներով յուրաքանչյուր դրույթը առանձին քվեարկելով, թե ինչը պետք է ընկած լինի մեր պետության կենսագործունեության հիմքում։ Եվ այդ 12 դրույթներից յուրաքանչյուրը անփոփոխելի են, անժամանցելի են։ Ասենք 1776 թվականին հռչակված Միացյալ Նահանգների անկախության փաստաթուղթը որևէ մեկը, լինի դա Թրամփը թե այլ նախագահ, չի կարող խմբագրել։ Եվ այդ փաստաթուղթը ուզում եմ հիշեցնել, որ մեծ հաշվով հակաբրիտանական փաստաթուղթ է։ Գեորգ Թագավորի դեմ Բրիտանիայի։ Հիմա եթե օրինակ անկախության հռչակագիրը խոսում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի ՀԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լղին մարզ խորհրդի համատեղ որոշման մասին, ըստ որի Հայաստանի եւ Արցախի վերամիավորում է տեղի ունենում, որևէ մեկը որևէ կուսակցական հռչակագրով այդ փաստաթուղթը կարող է չեղարկել, իհարկե ոչ։ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը շաբաթներ առաջ մի հետաքրքիր վիճակագրություն էր հանել, թե աշխարհի տասնյակ երկրների անկախության հռչակագրեր Փաշինյանի լեզվով ասած, որքան կոնֆրոնտացիոն բնույթ ունեն։ Ինդոնեզիայից մինչև Իռլանդիա եւ իրենց նախկին գաղութատերերի դեմ են ուղղված մեծ հաշվով, բայց որևէ իշխանության մտքով երբևէ չի անցել փոփոխել իրենց պետությունների հիմնադիր փաստաթղթերը։ Մեկ էլ գալիս է այս վարչախումբը, գալիս է կեղծ շողում խոսքերով, շռայլ խոստումներով, մոլորեցնում է ժողովրդին, խաբում է, պարտվում է հազարավոր զոհերի գնով մեր հայրենիքի կարևորագույն մասը, մեր երկրի վահանը նվիրաբերում է թշնամուն, որից հետո ասում են մենք հռչակում ենք նոր հանրապետություն։ Դա հանրապետություն չի լինելու եւ ընդհանրապես իրենք որևէ հանրապետություն հռչակելու իրավասություն չունեն։ Հայաստանի հանրապետությունը հռչակված է 1990 թվականին եւ որևէ մեկը այդ հռչակումը չի կարող չեղարկել։ Հիշում եք, չէ՞ որ Արցախի անկման օրերին 23 թվականի սեպտեմբերին Փաշինյանը լայվով ասում էր, որ ոչ միայն չի միջամտելու Արցախի ժողովրդի փրկության գործին, այլև Հայաստանի անկախության շարժման առաջնորդն է։ Այսինքն այդ պահի դրությամբ 33 տարի շարունակ անկախություն հռչակած ՄԱԿ-ի, ՀՀԿ-ի եւ մյուս կարևորագույն կառույցների անդամ դարձած միջազգային իրավունքի սուբյեկտ Հայաստանի Հանրապետությանը Նիկոլ Փաշինյանը վերագրում է անկախության շարժում։ Մի պետություն, որը դրանից 33 տարի առաջ անկախացել է, որը արդեն անկախության մի քանի սերունդ է տեսել, որը ունի ինստիտուցիոնալ կառույցներ, որը միջազգային իրավահավասար սուբյեկտ է եւ շփվում է աշխարհի պետությունների հետ հավասարը հավասարի պես, մինչեւ իր կառավարումը շփվում էր եւ մեզ համար կարևոր ազգային հարցերում որոշիչ նշանակություն ուներ։ Ասենք օրինակ 2016-18 թվականներին Արցախյան կարգավորման գործընթացում մենք եւ ՀՀԿ Մինսկի խմբի համանախագահները մի լեզվով ենք խոսում, իսկ Ադրբեջանը մեկ այլ լեզվով էր խոսում։ Հիմա այսքանից հետո գալ զրոյացնել այդ բոլոր դիվանագիտական ձեռքբերումները ու հայտարարել, թե ինքը առաջնորդում է անկախության շարժում, սա ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական պահանջի ուղղակի բավարարում։ Հետևեն քաղաքական process-ների, շնորհակալ եմ այս զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստատողներ, ես զրուցում եմ ՀԱԿՎ ազգային քաղաքացիական միավորման անդամ Դավիթ Սարգսյանի հետ, կհանդիպենք։